Սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք։ Դե լավ ման եկանք հանգստացանք, հիմա ժամանակն է գնումներ անելու։ Շաբաթ օր է այսօր, տանից դուրս ենք եկել, մի քանի խանութներ են գնալու, գնումներ սննդամթերք, միս, բանջարեղեն, մի խոսքով գնումները կանեմ, ձեզ ցույց կտամ, օրը լավ է մեզ համար, շատ շոգ չէ, հաճելի է և այսպես սիրելիներս գնում ենք առևտուր անելու, պատրաստ եք, շատերդ սիրում եք, չէ, խանութներ գնալից հետ, դե գնացինք։ Մեր քաղաքից մոտիկ, մեկ այլ փոքր քաղաքում է գտնվում այս Mix Mart խանութը։ Սիրելի հետևորդներ, գնացինք, գնումներ արեցինք, հիմա խաղողի թուփ էի ուզում, չկար այդ արաբական խանութում, տեսնենք Mix Mart կա, թե չկա։ Շատ երկար ժամանակ ես չեմ եղել այստեղ, տեսնենք հələ ինչեր էլ կա, էլի։ Տեսնենք ինչեր կան։ Լավ է, շատ մարդ չկա խանութում, հայկական տեսականի եմ փնտրում, ահա եւ գտա։ Շատերը սինդրիկ էին հարցնում, ովքեր սինդրիկի կարող են հարցնել իրենց հայկական խանութներում կա արդյոք կամ ռուսական, այսպես խառը Mix Mart-ում կա փաստորեն եւ Շուշանը։ Սրանք պահածոյացված են, երբ մարդու սիրտ ուզում է հայրենիքի համն ու հոտը զգալ, անպայման հայկական այս ապրանքանիշերից պետք է օգտվի, ինչպես նաեւ մենք ենք օգտվում։ Շատ տեսականի կա այստեղ, հայկականից տեսեք քյուֆտան է, խաշն է, մեր հայկական լավաշն է, որն անպայման կվերցնենք, մյուս սառնարանում ինչ կա, տեսնենք այստեղ ինչեր են դրված, այստեղից էլ կգնենք այս անգամ սառեցված հատապտուղներ, հələ փորձեմ, տեսնեմ համեղ են ստացում, թե ոչ։ Իմիջիայլոց այս խանութում ավանդություն է այսպես համտեսումը, և կարծում եմ սա ճիշտ է, որովհետև բաներ կա, որ դու չես գտնում, իրենք ցուցադրում են, համտեսում ես, եթե հավանում ես հատկապես, անպայման գնում ես։ Արդեն տանն ենք, վարունգի մարինադ վերցրեցի, ռուսական չէր, չնայած դուրս չեկավ այդքան էլ, տեսեք ինչքան խոշոր են, և պատրաստում ենք հաց ուտել, սոված ենք խանութից անմիջապես եկել ենք հաց պատրաստեմ ուտենք, հավի թևիկներ է, ծնեբեկ է տապակած և կարտոֆիլ եմ տապակում։ Ինչ եմ գնել, կանաչի եմ գնել, 2 կապ մաղադանոց, 2 կապ համ եմ, սմբուկներ շատ լավն են, հələ տեսեք ինչքան լավ փայլում են, բանան, կիվի այս սորտից, երկուսը մի քիչ փափուկ են, կդնենք, կփափկի, հետո կուտենք։ Ձմերուկ շատ գովեցին, ասեցին քաղցրե, փորձենք, առաջին անգամն եմ գնել ձմերուկ այս տարի, կիվի, նարինջ, լոլիկ, սունկ, ձիթապտուղ և կտու ծիծակ։ Հիմա ցույց տամ մյուսները։ Էլի արաբական խանութից գնել ենք, անկույզն ուշ, այլ շորացրած այդպես բոված ընկույզ է, իրենց հացերը շատ լավն են, բագետները, գազար, դդումի 2 տեսակ, մուրաբա և միս, հավի կրծքամիս և աղացած միս, սա արաբական խանութի գնումներն է։ Այս գնումներս էլ հայկական ռուսական համատեղ խանութից գնեցինք լավաշ, սառեցված մրգեր, բալ, չիչխան հապալաս, եթե ճիշտ եմ ասում, սև հապալաս, հնդկadzավար, արևածաղիկ, վաֆլի, կաթնաշորի 2 տեսակ, սալ, երշիկ, թուփ էի փնտրում, տեսնենք լավն է այս թուփը, կասեմ կարծիքս, ապխտած ձուկ, իր հետ այս գարեջուրը, ջերմուկ,
Լիմոնադը արդեն բացել ենք, խտացրած կաթ, շպրոտ և այս պեչենիները։ Ահա, սա էլ մեր հայկական, ռուսական համատեղ խանութից։ Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր ես էլ Ողջույն սիրելի հետևորդներ, վերջապես եկավ այսօրը և ես էլ պատրաստում եմ թրենդային մարինադը։ Կարմիր բողկով, կամ ինչպես մենք ենք ասում բոլոկիով, մարինադ եմ պատրաստում, որի համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները։ Բոլոկի մոտ 200-250 գրամ, մաղադանոս, դափնե տերև, հատիկավոր պղպեղ, աղ, մի փոքր շաքարավասև պղպեղ, սխտոր, քացախ, ձիթապտղի յուղ։ Ջուրը կավելացնեմ հետո։ Արդեն ես չափել եմ պատրաստի, դրել եմ այստեղ և իմ տարբերակում ես այն չեմ սեղմելու, ինչպես որ իրականում կա, այսպես դնում և սեղմում են, բայց ես որոշել եմ չկտրեմ էլ, այլ պարզապես անցքեր բացել, որպեսզի հյութը ներծծվի բողկի, եկեք բոլոկի ասեմ, բոլոկիի մեջ։ Դե ինչ, կարծում եմ ձեզ էլ կհետաքրքրի, թե ինչ հետաքրքիր է, ես չեմ կերել, գովազդներն եմ տեսել և ինձ թվում է, թե լավ կլինի, որի համար անհրաժեշտ է նախօրոք բոլոկին տեղը լվանալ, հեռացնել եզրի մասերը և այնուհետև մի քանի անգամ պարզաջրելուց հետո ստանալ նման մաքուր բոլոկի։ Կիսուր ծայրով այսպես անցքեր եմ բացում, ինձ թվում է ավելի լավ կլինի, փորձեմ, մոտավորապես իմ ունեցածը երևի թե 200 կամ 250 գրամ է, ահա, ես ձեզ կմիանամ այս ամենը ծակսակելուց հետո, ինչ վերջացրեցի արդեն բոլոկին կտրատելուց, հիմա պիտի ավելացնեմ համապատասխան բաղադրիչները, բայց էլի, որպեսզի սխտորի համը շատ չլինի, ես սխտորը պիտի կտրատեմ, սիրելի հետևորդներ, չեմ ճզմում, ճզմած ավելի ուժեղ կլինի, ահա, այսպես մի քանի կտորների կբաժանեմ, շատ մանր չեմ կտրատում, սխտորը կտրատեցի, ավելացնում եմ ձիթապտղի յուղ, բնականաբար քացախ, խնձորի քացախ եմ ավելացնում, աղ, սև պղպեղ, շատ քիչ շաքարավազ, այս ամենը մի լավ խառնում ենք, ավելացնելու եմ նաև մաղադանոս, դուք եթե սամիթի սիրահար եք, կարող եք սամիթ էլ ավելացնել, ցանկությունը ձերն է, բայց մի քիչ կտրատելու եմ, շատ խոշոր չեմ ուզում թողնել։ Այս չափի եմ կտրատում, շատ մանր չեմ կտրատում, սա էլ արդեն խլուսն է։ Ինչ եմ անելու, ուրեմն համապատասխան տարայի մեջ, եթե ապակե տարա ունեք ավելի լավ, իմ ունեցածը սա է, կարծում եմ կտեղավորվի, հիմա փորձեմ, նախորդ լցնում եմ բոլոկին, ահա լավ էր, հույս չունեի, որի վրա ավելացնում ենք դուշիստի պերեց, որն է սա, սև պղպեղն է, բայց հոտավետը, չգիտեմ հայերեն ինչպես են ասում, սա, մի քանի տերև, մեկն էլ մեջտեղը դնեմ, ահա, մաղադանոս, ահա, մաղադանոսն է լցրեցի և կարել են մեզ այսպես խառնել, չնայած վերջում էլ կխառնեմ և արդեն այուս ասեմ, խյուս ասեմ, ինչ որ դուք կկամենաք այդ էլ ասեք, սա էլ լցրեցինք
Եվ վերջում սառը ջուր ենք ավելացնելու։ Ում ենք բերանը և դնում ենք սառնարան։ Ես մարինացնում եմ նման տարբերակով։ Այն դեպքում փոստնական, ես էլ առաջին անգամ եմ պատրաստում, կտեսնենք, թե վաղը ինչ արդյունք կունենա։ Մի փոքրացնեմ ևս, շատ անուշ է։ Ահա, և վերջ, թակում ենք, դնում ենք սառնարան։ Ահա, Ջորջան, բոլոգի մարինատից հետո տոլմի ֆարշ բռնեցի։ Չնկարեցի, որովհետև շատ ունեմ տարբերակներ, կարող եք նայել, տեսանյութեր կթողնեմ, կնայեք տոլմա պատրաստելու ժամանակ, չնայած ամեն անգամ մի նոր բան կարծես ավելացնում ես կամ փոփոխություն ամեն դեպքում միշտ էլ լինում է։ Ես տավարի մսով եմ միայն պատրաստում, ուղղակի հիշեցնեմ ձեզ, խոզի միշտ չեմ ավելացնում։ Փափկեցնելու համար դե բնականաբար ջրով լավ տրորում եմ, համեմունքներ եմ ավելացնում և ավելացրել եմ թթվասեր։ Թթվասերը շատ լավ համ է հաղորդում և փափկեցնում է։ Այսօր մի փոքր էլ տոմատ եմ ավելացրել, որովհետև թուփը այդքան էլ դե ինքը համեղ բան չի, որ համ հաղորդի մսի, ուստի լավ առատ համեմունքներից հետո մնում է կանաչին ավելացնեմ, թողնեմ արդեն լավ համերը խառնվեն, վաղը արդեն կփաթաթեմ, վաղը կավելացնեմ բրինձը և կփաթաթեմ, հիմա էլ թարմ համեմ եմ ավելացում, կտրատում եմ, լավ լվացել եմ արդեն, գիտեք քացախով, պարտադիր, դուք էլ ամեն ինչը, ես ենքան քացախ եմ օգտագործում, ամեն ինչը քացախով եմ լվանում, բաներ կա սոդայով եմ լվանում, հետ է, միաժամանակ, մի խոսքով կանաչին կտրեմ, մի փոքր ձեզ հետ զրուցեմ և արդեն ավարտեմ, շատ լավ կանաչի այսօր առելի միջայլոց, սեզոնն է երևի գարուն է գալիս, սիրում եմ, որ այս միջուկներով, կոթուններով է լինում, շատ եմ սիրում և ուտում եմ։ Ուզում եմ ձեզ կուրտ վենեգուտի մի բան փոքրիկ այսպես ուսուցողական բան պատմել, ով է նա 20-րդ դարի ամերիկյան ամենաանվանի ստեղծագործողներից մեկն է, ով մասնակցել է երկրորդ համաշխարհային պատերազմում, գերի է ընկել, դե բախտը բերել է, հետո ազատվել է, և այդպես այդ տպավորությունների տակ նա մի քանի ստեղծագործություններ է արել, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում։ Հայերեն թարգմանությամբ իր գրքերն էլ կա, կարող եք հարցնել գրախանութներում կամ գրադարաններում, չգիտեմ, կուրտ վենեգուտ։ Ուրեմն ինչ է ասում, շատ հետաքրքիր ուղղակի բան է, այս ներկա պահին համապատասխանում է Հայաստանում իրավիճակի հետ։ Ինքը աչքի է ընկել ֆանտաստիկ, գիտական, սատիրական, հեգնական այսպիսի պատմություններով։ Ասում է, եթե մի բանկայի մեջ 100 հատ կարմիր մրջյուն լցնես և 100 հատ էլ սև մրջյուն, այդ մրջյունները չեն շարժվում, մնում են այդպես, բայց բավական է, որ ինչ որ մեկը թափահարի այդ բանկան և մրջյունները սկսում են իրար ուտել։ Կարմիրներին թվում է, որ սևերն են թշնամի սևերին է ուտում, սևերին էլ թվում է, թե կարմիրներն են թշնամի և կարմիրներին են ուտում, բայց իրական թշնամի դա այդ բանկան թափահարողն է։ Ուրեմն ինչ է ստացվում, ներկա պահին երկու այդպիսի թշնամի բանակներ են Հայաստանում իրար ուտում, բայց մի պահ կանգ առեք հարգելիներս, տեսեք ով է այդ բանկան թափահարել, որ դուք այդպես իրար ուտում եք, թշնամի եք իրար ճանաչում։ Ստափվեք, շատ կարևոր արդիական միտք է արտահայտել ամերիկյան գրականության անվանի գրողը, այնպես որ մշտապես հիշեք, սա շատ կարևոր է, մարդկանց ազդեցության տակ, թափահարողի ազդեցության տակ մի ընկեք։ Ահա, շատ մանր էլ կտրեցի, կարծում եմ այս պատմությունը ձեզ համար նաև հետևանքներ ունեցող պատմություն կլինի,
եւ համոզված եմ ձեր շրջապատում դուք գիտեք նման մարդկանց, կարող եք խորհուրդ տալ, որ սթափվեն իրավիճակը ճիշտ եւ ռեալ նայեն։ Ահա, սա էլ համապատասխան հետաքրքիր պատմություն պատմեցի ձեզ։ Ես գիտեմ, որ շատ-շատերին հետևորդներից սիրում են նման պատմություններ եւ ես էլ մշտապես կատարում եմ ձեր խնդրանքը։ Այս ինչ անուշ է, հոտը արդեն գալիս, չեք պատկերացնի։ Կարծում եմ այս մսին ամենալավ բուրմունք հաղորդում է սոխը։ 2 գլուխ մեծ սոխ եմ բլենդերով հարել, ջրով իհարկե ու այդպես խառնել եմ, շատ լավ է ստացվել։ Այ, այսպես մի լավ խառնենք, թողնենք, որ համերը խառնեն, չոր կանաչիները պարտադիր գցում եմ, հուշեմ էլի, որ կարող է ինչ-որ մեկ առաջին անգամ նայելիս լինի, չցանկանա տեսանյութերը նայել խոհանոցային, այլ այսպես ուզենալս է և ասում եմ, որ չոր ռեհան, ժողովուրդ ջան, բայց սարի քոնդար էլի, սարի ցիտրոն լորվա, շատ անուշ է, ռեհանն էլ է էլի Հայաստանից, մի խոսքով բույրերը Հայաստանից են, ահա, վերջ, հեշտ, հանգիստ, արագ, այսպես արդեն ստացվեց, թողնեմ դե մի փոքր այսպես մնա ու արդեն դնեմ սառնարան, սա էլ այսօրվա պատմությունը սիրելի հետևորդներ, օրը շաբաթ է, նույն օրն է, մինչև ես ձեզ ցույց տվեցի իմ գնումները, այսօր տեսակ չէ ինչ ահռելի գնումներ էի արել, զուգահեռ հաց էի սարքում, դրանք տեղավորեցի, կարծես թե տեղեր չկար, հիմա բերում եմ արդեն կանաչիներն եմ մաքրում, դասավորեմ և արդեն երևի թե օրն էլ կավարտվի, մեզ մոտ ժամը 9 է, բայց դեռ լույս է, ոսը շատ լավ է դեմքի համար սիրելիներս, քանի սեզոնն է, բաղադանոցի ջրով դեմքը լվացեք, հյութը այդպես կարող եք էլի բլենդերով կամ ինչ-որ ձևով ճզմել, այդ հյութը շատ լավ է դեմքի պիգմենտների համար, դեմքի գույնը բացում է, վաղը հյուրեր ունեմ, այնպես որ սիրելիներս, ես հիմա ձեզ հրաժեշտ կտամ, վաղը կմիանանք, նախ կտեսնենք, թե ինչպես է ստացվել բոլոկի մարինադը և արդեն ինչ եմ պատրաստել, դե այս պահի համար այսքանը կհանդիպենք։ Տոլմայտակը չկպչելու և քափը հավաքելու համար շատ հարմար է նման փայտիկներ դնելը։ Ես սովորություն ունեմ նախօրոք պատրաստվում եմ, եթե հյուր պտի ընդունեմ, արդեն լցնում եմ մոտավորապես իրեն զգալուց մի քիչ առաջ, հիմա ես ապերո եմ մատուցելու, ինչ է սա, մինչ ուտելը աղիոտ այդպիսի բաներ են ուտում և խմում, իհարկե այս աղցանները սեղանի համար է, ինչպիսին է ստացվել բոլոկիով մարինադը, ասեմ ձեզ, որ շատ արտակարգ է, հյուրս էլ հավանեց, շատ օրիգինալ համ է ստացվել, շատերը նաև կարող են քիչ ջուր ավելացնել, բայց ես այսպես նախընտրեցի, շատ համեղ է։ Վայ, հազիվ նստեցի Ժորժան, այնքան խառն էի, այնքան զբաղված էի, չեք պատկերացնի, դե իմ բնավորությունը պետք է ժամանակին ամեն ինչ հասցնեմ, պունկտուալությունս արդեն ծանոթ եք, չհասցրեցի սպասքադրած սեղանս ճաշի ցույց տայի, բայց ոչինչ, հազիվ հասցրել եմ նկարել, մինչ այդ հյուրերս չէին եկել, դրա համար ապերոյի սեղան է, այստեղ ընդունված է ճաշից առաջ, այդպիսի բաներ են ուտում, հələ տեսեք։ Սա էլ իմ ապերոյի սեղանը, արդեն դրել եմ, ուր որ է ներս կմտնեն, մնում է գարեջուրը հանել սառնարանից և մատուցել։ Տեսեք ինչքան ախորժելի է, չէ՞, շատ հեշտ, համեղ և արագ։ Ճաշն էլ տոլման 2 տեսակի էի եփել թփով, թուփը քիչ չբավականացրեց, մսի մի մասն էլ այդպես լոլիկի մեջ դրեցի, պղպեղի մեջ դրեցի, սմբուկի մեջ դրեցի ու շատ համեղ տոլմա ստացվեց առանց կաղամբի, բերեցի դրեցի այդ մի անգամից վերջացավ, երկրորդի ժամանակ հազիվ հիշեցի, որ այդ պահ ես սեղաններ չեմ ախր նկարել,
ուղղակի ուզում եմ ցույց տալ, ձեզ հուշեի, էլի մոտիվացիա տայի այդքան բան։ Հələ տեսեք ինչքան քիչ տոլմա է մնացել, դա էլ եմ ավելացնում, շատ համեղ էր ստացվել։ Աղցաններս շատ համով էին ստացվել։ Դա էլ սմբուկով պատրաստած աղցանս էր։ Ընկույզով տեղը տեղին շատ համեղ մի փոքր լոլիկներ, չնայած չէի ձևավորել, նուրբ չունեի, բայց այս անգամ այս ձևով էր լցրել, բան չմնաց։ Շատ հավանեցին, իրոք արտակարգ համեղ է ստացվում։ Տեսանյութի տակ կտեղադրեմ պատրաստման բաղադրատոմսը, կարող եք նայել, պատրաստել։ Ահա, խոհանոցի սեղանն էլ այս վիճակն է հիմա։ Սա էլ այդ համեղ գարեջուրն էր, որ ասեցի, տխիլով շատ արտակարգ գարեջուր է։ Մի խոսքով Ժորժ ջան, տեսեք ինչքան շատ գործ ունեմ անելու։ Հյուրս Ֆրանսիայից էր, Մարսել քաղաքից, շատ հավանեցին պատրաստածները, հələ ասում են ինձ ասել են, որ դուք ալիք ունեք YouTube-ում բաներ եք պատրաստում։ Մի խոսքով շատ լավ ժամանակ անցկացրեցինք, հիանալի ժամանակ։ Արդեն Կարինի հետ իրենք դուրս եկան գնացին ֆուտբոլ պիտի նայեն, այսօր Մարսելն ու մեր քաղաքի Լիլ քաղաքի թիմերն են իրար հետ խաղում, հենց մեզ մոտ։ Գնացին նայելու, ես էլ միացա ձեզ մի քանի բան զրուցեմ, գնամ արդեն խոհանոցում տեղավորեմ այդ ամենը, ամանները լվանամ եւ այստեղ էլ այս սեղանը հավաքեմ, վերջում էլ նորից էլի միրգ կերանք, մի քիչ այս մեր ձևով, սկիզբը իրենց ձևով, ասեցի ես ձեր ձևով եմ, հայերի մոտ ապերո չկա, հատուկ ձեզ համար։ Շատ լավ մարդիկ են, շատ, Մարսել քաղաքի էլի, դե բարբարները տարբեր են, ոնց որ Հայաստանում, նույնն էլ էստեղ, բայց շատ պարզ է, շատ հասկանալի է, Լիլ քաղաքի խոսելա, ձևը շատ բարդ է իմիջայլոց, իսկ ինքն էլ շատ հավանել էր, որ այստեղ շատ քաղաքավարի են մարդիկ։ Իդեպ Լիլ քաղաքի ժողովուրդը տարբերվում են։ Փարիզում, որ շատ կոպիտ են, վատն են, տարբերությունը զգացվում է, անմիջապես երբ Լիլ քաղաքում ես գտնում։ Մի խոսքով նկատել էր նման բաներ, հայերին էլ հավանեցին, հատկապես հայերի։ Օղին ենք, օղի էլ մնացել ասել, թթի օղի եմ ուրասիր է, պատկերացնում եք հայկական գարեջուր, իհարկե ֆրանսիական ընտիր գարեջուրել էի գնել մեր Լիլ քաղաքինն է և երեք բախանութի ջերմուկնել էր, մի խոսքով հայկական, ինչը հայկական էր շատ հավանեց։ Այսքան բան սիրելիներս, դե ես հիմա լքեմ ձեզ, անցնեմ իմ գործերին, կհանդիպենք։ Դե եկավ արդեն հյուրիս բերած նվերը նայելուն, տեսնեք ինչ է բերել մեր հյուրը, Ֆուղ դե Նավետ, Մարսելի ավանդական թխվածքներից է բերել, որը շատ հարգի է և մարսելցիները հպարտանում են այս արտադրանքով, որը գործում է 1781 թվականից մինչ օրս, այն տարբեր բաղադրություն ունի, ինչի նկատի ունեմ համային առումով, համերը կարող են տարբեր լինել, բայց բաղադրատոմսը նույնն է և ես այն նմանեցնում եմ բուբլիկներին, սովետի ժամանակվա կհիշեք, իհարկե սա համեր ավելացված է, ահա և պատմությունը, իրենց հպարտությունը, երբվանից է գործում, և այսպես սիրելիներս այսօր ավարտեցի իմ տեսանյութը, կարծում եմ այն դուր կգա, կհանդիպենք հաջորդ անգամ։